Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, այսօր Կիրակի է եւ այսօրվա վիդեոն ուզում եմ խոսել, թե ինչքան կարեւոր է Կիրակի օրը մեր կյանքում։ Եվ երկար տարիներ ես ինչ եմ անում Կիրակի օրերը, որ ինձ շատ է օգնում եւ հուսամ իմ օրինակը կամ իմ միտքը որոշների օգտակար կլինի։ Ընդհանրապես Կիրակի օրերը ես շուտ եմ արթնանում եւ ես գիտեմ, որ շատ կարևոր է մանավանդ Կիրակի օրը շուտ արթնանալ։ Մեր տան մոտ կա հիանալի փարք, այստեղ գոլֆ կորս է, ինչպես տեսնում եք, շատ անգամ գալիս եմ ստեղ եւ Կիրակի օրը այն օրն է, որ ինչպես Աստվածաշնչում գրած է, Աստծո օրն է սա, պիտի սկսես Աստծով եւ ինչի եմ շուտ արթնանում, որտեվ ոչ մեկ դեռ արթնացած չի եւ Աստծո խոսքում գրած է, որ շուտ արթնանալը Աստված այդ մարդկանց ավելի է օրհնում։ Ես դրան լուրջ հավատում եմ եւ լուրջ տեղիք եմ տալի։ Եվ ինչի գալիս եմ հանգիստ մի տեղ, որտեվ շաբաթվա ընթացքում լինելով հոգեվոր բիզնեսմեն, շատ ապոինմենտներ, շատ մարդկանց հետ է զրուցում, ամբողջ օրը այսպես լարված է անցնում, դրա վրա ավելանում է ընտանիքի հոգսը, երեխաների, ամուսինների իրար հետ կապված բոլոր հարցերը, ամբողջ շաբաթվա ընթացքում դու լարված աշխատում ես, հարցեր ես լուծում եւ Կիրակի օրը տարիներ է ես որ չեմ աշխատում, հիշում եմ, որ նոր էի բիզնես աշխարհը սկսել, Կիրակի օրն էլ էի մեկ աշխատում եւ հասկացա, որ դա սխալ է։ Եվ առավոտ շուտ այսպիսի մի հանգիստ տեղ եմ գնում եւ փորձում եմ Աստծո հետ զրույց ունենալ եւ սովորել եմ մի բան, որ շատ անգամ ոչ թե Աստծուն պիտի ասես քո կարիքներ, այլ ուղղակի պիտի լսես, թե Աստված քեզ ինչ է ասում։ Դրա համար պետք է լռություն, պետք է հանգիստ տեղ եւ ուղղակի դու լսես։ Ինչու, որտեվ շաբաթվա ընթացքում տարբեր որոշումներ ես անում եւ Կիրակի օրը ոչ թե միայն լավ պահ է, որ աղոթես, քո հարաբերությունը դեպի Աստված ավելի ուժեղացնես, միևնույն ժամանակ ինքնակնությամբ զբաղվես եւ տեսնես այս շաբաթվա ընթացքում ինչեր կա, որ սխալվել ես, ինչեր կա, որ պետք է սովորես, ինչ դասեր սովորեցիր, չէ՞։ Գիտես, ես գիտեմ, որ կատարյալ մարդ չկա, սկսած ինձանից, յուրաքանչյուրս ունենք մեր սխալները, յուրաքանչյուրս ունենք մեր կողմերը, որոնց վրա պետք է աշխատենք եւ ես գնալով հասկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր ի վերջո հասկանում են, որ ամենակարևոր աշխարհը, որ մարդ պիտի փոխի, դա իր աշխարհն է։ Ինչու, որտեվ եթե նկատել եք այս վերջի ժամանակները մանավանդ social media-ն ինչքան գնալով մեծանում է, բոլորը արդեն ստեղծել են իրենց աշխարհը եւ դրա մեջ յուրաքանչյուրս կարող ենք ընկնել որոշակի չափով եւ պիտի ուշադիր լինենք, որ դա բալանսավորված լինի, որ դա մեզ չտանի ուրիշ տեղ եւ ես դրա վրա ուշադրություն եմ դարձնում, ինձ էլ եմ մեկ-մեկ բռնացնում, որ շատ եմ լինում social media-ի վրա, իհարկե իմ social media-ի կասեմ 80%-ը բիզնեսիս հետ է կապված, ես շատ ժամ եմ դնում ուսումնասիրելով թե ինչպես բիզնես աշխարհում ավելի առաջ գնալ եւ շատ ժամ եմ դնում իմ մարքեթինգի վրա, որը social media-ի հետ է կապված։ Բայց ընդհանուր առմամբ պիտի ուշադիր լինենք, որ դրա, այսպես ասած, գերության մեջ չընկնենք։ Բայց Կիրակի օրը ինչի է կարևոր, որ գոնե 1-2 ժամ դու առանձին ժամանակ անցկացնես ինքդ քո հետ, Աստծո հետ, որտեվ գնալով հասկանում եմ, որ ամենակարևոր մարդը, որ դու պիտի ուշադրություն դարձնես, դա դու քո վրա։ Դու ուշադրություն դարձնես ինքդ փոխվելու, ինքդ ավելի լավանալու ամեն օր յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, որտեվ գիտես դու չես կարա աշխարհը փոխես, չես կարա մարդկանց փոխես, ուղղակի դու պիտի մարդկանց հարգես, սիրես, ինչպես որ նրանք կան։ Միակ ժամանակ մարդիկ փոխվում են, երբ որ նրանք ցանկություն ունեն։ Եվ ես տարիներ առաջ հասկացել եմ, որ գիտես բոլորս շատ սխալներ ենք անում մեր կյանքի ընթացքում եւ այնքան
ուղղվելու տեղեր ունենք, որ անիմաստ է ժամանակը դնես մեկին փոխես։ Ուղղակի դու կարաս ինքդ քեզ վրա աշխատես, լավ օրինակ ծառայես մյուսներին, որտեվ շատ անգամ մարդիկ, ինչպես Աստծո խոսքը ասում է, գործերով նայեք, չէ, շատ կարևոր է, որ այդ միտքը մեր կյանքում միշտ աշխատացնենք։ Գիտես, ես դու բոլորս կարանք ելնենք այն հայկական բարկա, չէ, մեծ խոսանք, սենց, բայց իրականության մեջ դրանք ոչ մի էֆեկտ չի տալի մարդի կյանքում, էֆեկտիվ է դառնում այն ժամանակ, երբ որ այնպես որ սիրելի իմ հետևողներ, ես այսպես անկեղծ կիսվում եմ իմ մտքերը ձեր հետ եւ շատ անգամ ուսումնասիրում եմ ուրիշ հաջողված մարդկանց, թե սկսած հոգեվոր դաշտից, թե սկսած բիզնես աշխարհում, ինչի ոչ, ես վերջերս սկսել եմ ուսումնասիրել հոգեբանական դասեր, որովհետև դա էլ է մասնագիտության մի տեսակ եւ շատ բաներ կարող ես նաեւ դրանից քաղել եւ հասկանալ ինչքան կարեւոր է, որ մարդ ճիշտ կարողանա ղեկավարի իր մտածելակերպը, իր մտքերը եւ ի վերջո հասկանա, որ յուրաքանչյուր օր մենք ունենք տեղեր մեր կյանքի մեջ, որ պետք է աշխատենք դրա վրա, չթողենք անփույթ, որովհետև եթե մի բան սխալ ես անում եւ դա այդպես թողես տարիների ընթացքում, դա դառնում է սովորություն եւ շատ սովորություններ, երբ որ տարիների ընթացքում, good morning, տարիների ընթացքում քո մեջ այսպես նստվածք է տալի, մանավանդ վատ բաները դժվար է փոխել, դրան ժամանակ է պետք, դրան լուրջ աշխատանք է պետք եւ ես կարծում եմ, որ եթե յուրաքանչյուրս իրոք հասկանանք մեր կյանքում, որ մեր մեջ այնքան բաներ կա ուղղվելու, դզվելու, լավանալու, մենք նույնիսկ ժամանակ չենք ունենա ուրիշներին փոխենք, այսպես ասեմ։ Դրա համար պետք է մարդ իրոք ամեն օր իր վրա աշխատի եւ կիրակի օրը ամենալավ օրինակներից մեկն է։ Ես գնում եմ այսպիսի մի հանգիստեղ, thank you very much, հանգիստեղ եւ աղոթքից բացի կարդում եմ Աստվածաշունչը եւ հոգեվոր մի քանի դասեր եմ սկսում ուսումնասիրել, սովորել եւ ինչ որ սովորել եմ գնալով համոզվում եմ, որ ինչ որ սովորել ես առաջինը պիտի օգտագործես քո վրա, այսպես ասած, եւ քո կյանքում, որտեվ շատ անգամ նկատել եմ մի բան սովորում ես, բայց դու ուզում ես, որ ուրիշ մեկը կամ ուրիշները դրանք անեն, բայց առաջինը դու պիտի նայես քո մեջ այդ սովորած բաները ինչ աստիճանի են գտնվում։ So կիրակի օրը ես քաջալերում եմ, որ յուրաքանչյուրդ եթե այս օրինակով շարժվեք, տեսնեք, որ ձեր կյանքի մեջ շատ հայտնագործություններ կանեք, ինքնաբացա հայտում կանեք, թե ձեր մեջ ինչեր կա, որ պետք է աշխատեք դրա վրա, ինչեր կա, որ պետք է ստապ անեք։ Նկատի ունեմ ամբողջովին։ Բաներ կա մեր կյանքում պիտի կտրես, բաներ կա դժվարությամբ ես կտրում, բաներ կա ժամանակ է տևում։ Այսինքն մենք մեր վրա այնքան աշխատանք ունենք, որ եթե յուրաքանչյուրս այդ էներգիան եւ ժամը դնենք ինքներս մեր վրա, մեր կյանքը ավելի բարելավելու եւ լավ օրինակ լինելու մյուսների համար, հավատա մյուսներին էլ օգտակար կլինես, որտեղ նրանք կտեսնեն այդ հիանալի փոփոխությունը քո մեջ։ Եվ ես որպես ծնող լինելով հասկանում եմ մի բան իմ 3 երեխաների համար, ամենալավ օրինակը դա իմ քայլով օրինակն է, ոչ թե մենակ ասելով, իհարկե բաներ կա, երեխաներիս ասում եմ, փորձում եմ օգտակար լինել, սովորացնել, բայց ամենալավ ձևը կյանքում ոչ մեկին պետք չի ոչ մի բան ասես, ուղղակի դու պիտի քո քայլերով ցույց տաս եւ մարդիկ դա կտենան, կգնահատեն։ Եվ առաջինը ոչ թե մարդկանց ցույց տաս, ուզում եմ էսի շեշտել։ Առաջինը դու արդար պիտի գտնվես Աստծո դեմ, որտեվ երբ որ Աստված նայում է, որ դու աշխատում ես քո վրա, փորձում ես ուղղել ինքդ քեզ, Աստված հավատա անտարբեր չի անցնում եւ հատուցում է
եւ տեսնում է, որ այս մարդիկ իրենց ուզում է իր կյանքը փոխել, ուզում է որոշ հարցեր իր կյանքում բարելավել եւ ես հավատում եմ, որ Աստված այդպիսի վարքագիծը օրհնում է եւ ավելի ուրախ սիրտ է տալի մարդուն։ Այնպես որ Կիրակի օրերը սկսեք առավոտ շուտ, սկսեք Աստվածաշունչ կարդալով եւ չմոռանաք, որ Կիրակի օրը գնանք եկեղեցի։ Ես առիթների դեպքում շատ եմ շեշտում, որ այո, մենք քրիստոնյա ազգ ենք, առաջի ազգն ենք, որ ընդունել են քրիստոնեությունը, բայց դա պետք է նես չապրենք, որ մենակ խոսքեր լինի, դա գործնականի պիտի բերենք։ Ցավոք սրտի Կիրակի օրերը երևի մեր ամբողջ հայ ազգի մեջ, եթե աշխարհի մասշտաբով վերցնենք, միգուցե 10% կամ քիչն են գնում Կիրակի օրը եկեղեցի։ Եվ դա շատ վատ թիվ է։ Պատկերացնում ես, եթե մեր հայ ազգի 50%-ը գնա եկեղեցի, ինչեր կփոխվեն մեր մեջ, մարդիկ կդառնան ավելի բարի, ավելի մտերիմ, հարգանքը միմյանց հանդեպ կբարձրանա, սերը, լավ օրինակները ավելի կշատանան, այսօր վատ օրինակները այնքան են շատացել, որ լավ օրինակների կարիքը շատ կա։ Հուսամ այս մի քանի օրինակներով, ինչ որ ես եմ անում Կիրակի օրը, օգտակար կլինեմ որոշներին, եթե մի հոգու էլ օգտակար լինեմ, կհամարեմ, որ այսօրվա վիդեոն իր նպատակին հասավ։ Եթե ինձ հետևում եք, շնորհակալություն, եթե առաջի անգամ եք դիտում, հետևեք իմ էջին @myismikecaribbean, YouTube-ին subscribe արեք եւ հետևեք, եւ ինչու՞ չէ, եթե կարող եք տարածեք ձեր էջերում։ Կհանդիպենք մյուս անգամ, ստեսություն բոլորին։